Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարապ հոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք թիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, տիկտոկյան ալիքներում, Ադնակլասնիկում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքիր շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ես ամեն կանխատեսումներ եմ կատարում տարող քարտերով, յուրաքանչյուր ամսվա համար, կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար, նաև կանխատեսումներ եմ կատարում կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար, լուսնի յուրաքանչյուր փուլի հետ կապված, եւ լիալուսնի եւ լորալուսնի ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, լուսինը այնպիսի էներգիա ունի, որ ազդում է մեզանից յուրաքանչյուրի բիոէներգետիկ դաշտի վրա, դրա համար լուսնի յուրաքանչյուր փոլ մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է։ Եվ այժմ ցանկանում են կանխատեսում կատարել կենտրոնակերպի բոլոր նշանների համար 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Ինքնըստինքյան Կարիճ համաստեղությունը ինքը շատ մուկական էներգետիկա ունի, շատ մեծ հնարավորություններ ունի յուրաքանչյուրի վրա մեծ կոնկրետ ազդեցություններ կատարել։ Ինքը Կարիճը համաստեղության էներգետիկան կարող է լինի եւ ավերիչ էներգետիկա, կարող է լինի նաեւ ստեղծարար էներգետիկա։ Եվ այժմ ցանկանում եմ ցեզանից յուրաքանչյուրի համար տարող քարտերով կանխատեսում կատարել 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում Խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է, սիրելի Խոյեր, ձեր անձնական ոլորտում, ինչպիսի իրավիճակ է, ինչ խնդիրներ, ինչ պրոբլեմներ կբերի Կարիճ համաստեղությունը, ինչպիսի պրոբլեմներ կբերի այդ լիալուսինը մեր սիրելի Խոյերի անձնական ոլորտի վրա։ Ընդհանրապես, սիրելի Խոյեր, ցույց է տալիս, որ այդ լիալուսինը ձեր վրա որոշակի նեգատիվ բացասական ազդեցություն կունենա։ Սիրելի Խոյեր, հնարավոր է դեպրեսիա, հնարավոր է գլխացավեր, հնարավոր է տարօրինակ վախեր, ինչ-որ անհատական հարաբերություններ ստեղծելու համար, գիտեք, վախենակ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծեք, վախենակ գնաք հանդիպման, իսկ այն խոյերը, ովքեր որ ամուսնացած են, սիրելի Խոյեր, հնարավոր է, որ 2025 թվականի մայիսի 12-ը այդ լիալուսինը ձեր անձնական կյանքի մեջ խնդիրներ եւ պրոբլեմներ մտցնի։ Դուք պետք է խելացի լինեք, պետք է իմաստուն լինեք, հասկանաք, որ տվյալ վախերը, տվյալ պրոբլեմները, դրանք ժամանակավոր են, ուղղակի որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք այդ էներգիայի ներգործությունից դուրս գաք եւ ձեր ընտանիքի
վրա վտանգավոր խնդիրներ չբերեք, որովհետև հնարավոր է տարաձայնություններ, հնարավոր է վախեր, հնարավոր է վիճաբանություններ։ Ի նկատի ունեցեք, սիրելի խոյեր, որ այդ վախերը, այդ խնդիրները, այդ պրոբլեմները ժամանակավոր են, իրենք լուծում ունեցող խնդիրներ են, ուղղակի որոշակի ժամանակ եւ որոշակի համբերություն է պետք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճամասնության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, ձեր ասնական ոլորտում ցույց է տալիս, որ կլինի հաջողություններ, նաև կլինի հաջողություններ ձեր ֆինանսական ոլորտում, բայց ոչ մեծ սպասելի։ Հնարավոր է, որ եւ ձեր անձնական կյանքի մեջ, եւ ձեր ֆինանսական կյանքի մեջ, սիրելի խոյեր, որոշակի սկսի ընթացքը դատարել։ Իսկ մեր սիրելի խոյերը իրենք չեն սիրում, որ ընթացքը դանդաղում է, իրենք սիրում են արագ գնան, ամեն ինչին հասնեն, բայց այստեղ ցույց է տալիս, որ որոշակի դատար է մտնելու եւ ձեր անձնական կյանքի մեջ, եւ ձեր ֆինանսական կյանքի մեջ։ Հնարավոր է ինչ-որ մեծ ֆինանսական պլաններ ունեք, սիրելի խոյեր, բայց այստեղ ցույց է տալիս, որ այս լիալուսնի ժամանակահատվածում որոշակի դատար, բայց այդ դատարը վտանգավոր չէ։ Այդ դատարը հնարավորություն կտա, որ դուք ավելի ճիշտ մտածեք, ավելի ճիշտ հաշվարկներ կատարեք, որպեսզի ձեր կատարած գործողությունների մեջ ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ, ոչ մի վտանգավոր իրավիճակներ, թակարդներ եւ լարաններ չլինի։ Սիրելի խոյեր, ընդհանրապես ցույց է տալիս, որ հնարավոր է այն խոյերը, ովքեր որ ինչ-որ խնդիրներ ունեն ֆինանսական ոլորտում, հնարավոր է բանկային համակարգի հետ կապված, հնարավոր է ժառանգության հետ կապված, բայց հնարավոր է, որ այդ լիալուսնի ժամանակահատվածում այդ խնդիրները լուծվեն, ձեր դեմ ճանապարհներ եւ հնարավորություններ բացվի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճամասնության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, ընդհակառակը ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս առողջացում, ցույց է տալիս ապակինում, նույնիսկ հնարավոր է մեր սիրելի խոյերի մոտ լինի բեղմնավորում, ովքեր որ երկար ժամանակ սպասում էին երեխայի ծնունդի, հնարավոր է նոր երեխայի բեղմնավորում, նույնիսկ հնարավոր է երեխայի ծնունդ։ Առողջական խնդիրներ չկա, սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ այդ լիալուսնի ժամանակահատվածում, եթե նույնիսկ առողջական խնդիրներ, դուք այդ առողջական խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով, ապակինում է ցույց տալիս։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր, 2025 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ կկատարվի, բայց փոքր երազանքները, այն մեծ նպատակները, որ դուք դրել եք այդ ժամանակահատվածում, այդ մեծ նպատակներն ու երազանքները չեն կատարվի։ Փոքր երազանքները կկատարվին, ովքեր որ հետագայում հիմքեր կստեղծեն, այդ ժամանակահատվածում հիմքեր կստեղծեն, որի վրա հիմնվելով դուք հնարավորություն կունենաք հասնելու ձեր հետագա մեծ երազանքներին եւ նպատակներին։